Մեր հյուրերն արդեն տաղավարում են, ինչպես հասկանալի արդեն Սուրենի ժպիտից։ Ես ուզում ներկայացնել Ալուշ Ալեքսանյան, երգահան եւ Խաչիկ Գեղոյան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ ամսի 19-ին Արամ Խաչատրյան համերգացրանում տեղի ունենալիք համերգի պրոդյուսեր, կազմակերպիչ։ Ռեժիսոր, քանի sense պարտականություններ։ Ուղիղ երեսով գոնե պահիր Սուրեն, եթե պահել ես։ Ես Բարի լույս։ Ներկայացնեմ, սկսենք, հա, ինչ համերգ է, ինչ է մեզ սպասվում։ Ես երկու բառով ասեմ, ինչի Սուրենը ուղիղ չէր պահում այդ ազդագիրը, որովհետև ժամանակին այդ գովազդի լոգոտիպի տակ իր նկարն էր դրած։ Հետո Խաչիկը սևով փակեց նկարը։ Մենք փակեցինք, բայց նորից որոշել ենք, որ ուղիղ եթերում առաջարկություն։ Ինչ առիթով։ Մենք ուզում ենք առաջարկել, որ Սուրենը վարի այս համերգը եւ արդեն սցենարային ամբողջ դրված է այդ ուղղությամբ եւ Էս հիմա որ ջնջեմ տակիմ նկարն ա լինելու։ Այո։ Հետո ջնջես քշան։ Գրքին փորձիր։ Այդ որ ջնջես ոչ միայն քո նկարն ա լինելու։ Սուրենը ուղղակի ինձ օգնի շատ փրկի։ Մի րոպե լուրջ համերգը պիտի ես։ Իհարկե, հեսա եթերից հետո անպայման քո օրինակը սցենարի կստանաս ու կծանոթանաս։ Այսօր 3 ժամ համար ես ծանոթանալ սցենարին ես իմ հետ միասին երկուսով։ Երկուսով ենք վարելու համերգը։ Կարելի է ասել։ Ջուր խմիչ Սուրեն։ Ջուր խմիչ։ Լավ։ Ինչ համերգ է, խնդրում ներկայացրեք։ Հա, ուրեմն ես ասեմ ինքը ընդհանուր 20 տարվա ստեղծագործական կյանքի ուղին իմ ամբողջ սկզբից մինչև վերջ, այսինքն ես ինչ երգեր ունեմ, բայց իհարկե անհնար էր բոլորը մեկտեղ համերգում հնչեցնել, որովհետև իմ երգերը 70-ից ավել են, այստեղ 22 երգ ենք տեղավորել, խնդրելով Խաչիկին, որովհետև մի քիչ էլի շատ է, բայց խնդրել ենք, որ քիչ խոսք լինի, բայց գոնե 22 լավագույն երգերը, որոնք դարձել են հիթեր, որոնք սիրվել են, որոնք ու կլինի նաև պրեմիերա մի երգի այդ օրը Աննա Խաչատրյանի կատարմամբ։ Իմ ամբողջ ստեղծագործական կյանքի ուղին, կենսագրականը ես ուղղակի շատ եմ ուշացրել ու երկար եմ սպասել։ Ես ուզում եի հարցնել շուտ չէ, ինչու եք ուշացրել։ Շատ ուշացրել եմ։ Որովհետև դեռ ստեղծագործելու 10 տարի առաջ եղավ իմ շնորհանդեսը Զայնասկավառակի, այդ ժամանակ պետք է լիներ համերգ, բայց գիտեք ես հավատում եմ այդ ասացին, որ Աստված երևի չէր ուզում, երևի չէր տալիս ինձ այդ հնարավորությունը, այս թեկուզ մտածելու այդ ուղղությամբ ավելի կայուն։ Հիմա ինքը մի 4 ամիս առաջ ինձ հուշեց, որ ես պետք է դա սկսեմ ու ես չեմ հիշում ինչպես, բայց ես մի անգամից որոշել եմ ու մի անգամից զանգել եմ Խաչիկին։ Մի օրվա մեջ մենք հանդիպել ենք ու Խաչիկի տրամադրվածությունը այնքան ինձ ոգևորեց, որ ես զգացի, որ ուրեմն ես ճիշտ եմ, ուրեմն Աստված ասել է, որ այս 2016 թվականին պետք է լինի քո համերգը։ Խաչիկի տրամադրվածությունը ընդհանրապես վարակիչ է, այդ Խաչիկը ինչ-որ բան է տրամադրում, որ պիտի անի, վարակում է դրանով բոլորին։ Վերջերս նաև եղավ 100 դուր այդ պրոյեկտը, ես կարծում եմ, որ շատ կգնա։ ինձ թվում է ասում են շարունակվելու է։ Շարունակվելու է։ Լուրջ ես ակտիվ մասնակիցներից մեկն եմ։ Լուրջ նախապատրաստական աշխատանքներին ես մասնակցել, հիմա Գավառում ցուցահանդեսը բաց, ամսի 20-ին կփակենք, տեղափոխենք Մարտունի ու տենց շարունակ, Աստծո կամքով։ Իսկ Անուշը երբ որ հանդիպեցինք, առաջարկեց, որ իր երեկոն կազմակերպենք, մտքեր էինք փոխանակում, ասեց գրենք 20 տարի ստեղծագործական կյանքում, ասեցի Անուշ ջան, ես ծնվել ու սկսել ես երգեր գրել։ Ոնց կարելի 20 տարի եւ չգրեցինք, որոշեցինք որ չշեշտենք դա, բայց հիմա ինձ թեթև։ Այո, երգիչներ կան, հա, սիրված տաղանդավոր մարդիկ ցանկում, ովքեր ներկայացնում են երգերը, Նունե Եսայան, Արամե, Քրիստինե Պեպելյան, Մհեր, Այդա Սարգսյան, մի խոսքով մարդիկ, ովքեր ունեն արդեն բազմաթիվ երգեր, ձեր երգերից եւ այլ կոմպոզիտորների։ Հա, դուք ինձ հետաքրքիր ասացի 22 երգ է հնչելու։ Ունեք արդյոք առանձնացած այդ 22-ից որևիցե մեկը, որը այսպես հոգնորոշ ներսում ավելի շատ եք սիրում այդ երգը։ Կան, բայց մեկը չի, ու կա երգ, որը որ շատ սիրում եմ Անդրեի հազար անգամը, ուղղակի ցավոք Անդրեն Ամերիկայում է գտնվում, չի լինելու, բայց ես իմ բոլոր երգերը այդքան շատ չեմ սիրում, ճիշտը ասեմ։ Լուրջ ինձ թվում է բոլոր երգերը շատ սիրում։ Չէ։ Կան երգեր, որ նորմալ վերաբերվում եմ, կան երգեր, որ ես շատ հուզվում եմ ամեն լսելուց։ Ամեն անգամ։ Դա կատարողից է գուցե։ Գուցե։ Ես դեռ չէի ճանաչում, բայց շատ սիրում էի Լիաննայի Երևան երգը։ Երբ
ծանոթացանք, ասեցի Անուշ ջան, դու կարես էլ երգ չգրես։ Հա, ես էլ ուրախացա, ասում եմ, ինչ լավ է։ Բայց լավ, համերգը այսպես ասած ամփոփիչ է, հա, այն աշխատանքի, որ դուք ունեցել եք։ Սա նշանակում է, որ դուք որոշել եք այլևս չստեղծագործել։ Ոչ, իհարկե ոչ, ես այս պահին երգ եմ գրում։ Ասենք այս գիշերվա մեջ 3 Իսկ երբ դուք գրում եք, արդեն մտովի պատկերացնում եք, թե ով կարող է այն կատարել, թե չէ, տարբեր է, եթե պատվեր էր լինում, ասենք տարբեր են լինում, եթե պատվերի դեպքում, ես գիտեմ ում համար է պատվիրված, ասենք տվյալ երգիչը պատվիրում է տվյալ երգը, ես արդեն գիտեմ մի քիչ հեշտ է այդպես։ Իսկ այն, որ ես ուղղակի գրում եմ, ասենք սիրահարված իրավիճակում կամ ինչ-որ իրավիճակից, կամ իմ ընկերների իրավիճակներից, ուղղակի երգ եմ գրում, մուսա ասածով, դրանք դրվում են մի կողմ, բայց մի ամիս, 2 ամիս ես ուղղակի ցույց եմ տալիս, ովքեր որ ուզում են լսեն, ու ամեն մեկը իր երգը գտնում է, այսինքն տերը գտնվում է, ուզեմ թե չուզեմ գտնվում է, բայց ես միշտ ունեմ երգեր։ Շատ լավ, քանի որ խոսեցինք հենց բուն թեման ամսի 19-ն է, հա, մանական կա, ես պիտի այդ համերգը վարեմ, ինձ հետաքրքիր ինչ է լինելու համերգի ընթացքում, ինչպես է Խաչիկ որպես ռեժիսոր կազմակերպել համերգը։ Ասեցի հիմա ուղիղ եթերից հետո անմիջապես մենք դու ուզես չուզես մեր, եթե նույնիսկ կորպորատիվ գործ ունես վերցած գումարները հետ դուրս, Սուրեն ջան, մենք այսօր լիքը գործ ունենք։ Կատակ չէ, իսկապես։ Ես ներկայացում եմ արձերից մեկում այս։ Ճիշտ ասեմ ես, մենք Խաչիկի հետ միասին որոշել էինք, որ քանի որ երգերի մասին ես պիտի խոսեմ, ինչ երգիչի հետ ինչպես եմ ծանոթացել, ինչ դժվար է եղել հայտնի դառնալը, այսինքն որպես անհայտ ես ինչպես եմ տանջվել Նունե Եսայանին գտնելու համար, մի տարի սպասելու համար, այս ամեն ինչը, որ ես պիտի խոսեի, միասին որոշեցինք, ես առաջարկեցի Խաչիկ ջան, գուցե ճիշտ չի, ես պիտի խոսեմ, հաղորդավարները ինչ պիտի անեն, գուցե ես Հետո անցավ օրեր Խաչիկը զգում էր, բայց ես զգում եմ, որ մի օր կգա, որ ես կասեմ լարվածություն է ու դա պրոֆեսիոնալ մոտեցում չի լինի, եթե ես ինձ համարեմ հաղորդավար ու այդ մեծ դահլիճում շատ պատասխանատու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կլիներ, եթե ես ասեի ես կարող եմ, իհարկե կարող եմ, էլի կարող եմ, բայց ես ինձ ավելի լավ կզգամ, որ Սուրենը ինձ հետ լինի։ Ճիշտ ասած մի քանի օգնող ձեռքը գուցե, բայց անկեղծությունը գալու է ձեզնից իհարկե։ Մշակեցի եւ այդ տարբերակը շատ գեղեցիկ է լինելու, որովհետեւ բեմը ամբողջովին սարքելու ենք Անուշի ստեղծագործական սենյակը տունը եւ հանդիսատեսը լինելու էր իր տան հյուրը։ Ու պետքա շփվեն, բայց հետո հասկանալի պատճառով այս մարդը փորձ չունի հաղորդարի եւ ոնց հայեցինք, հիմա չենք կարողանում այս լոգոն ջնջել, որ Սուրենի նկարը դուրս գա, բայց ուզում ենք Բայց ես պահանջում եմ, որ այս լոգոն նորից եկանք հին տարբեր։ Թող մնա այդպես։ Չի Անուշի։ Ջնջիր այս Ու նկարը։ շատ բան չենք փոխել, արդեն այդ չեմ ուզում շատ փակակ ձեր բացեմ, որ հետաքրքիր լինի, բայց դու լրացնելու, Անուշը լրացնելու է քեզ արի, շատ ես դու տանելու ես համբերգը։ Սուրեն ջան, ուզես թե չուզես։ Շատ լավ, հետաքրքիր է։ Ինքն արդեն մտովի այստեղ չի։ Ես արդեն պատկերացնում եմ։ ասեմ, որ նա մենակ իր նկարը չպիտի լիներ, Գայանե Ավետիսյանի հետ պիտի Սուրենը վարեր, որը իմ շատ լավ ընկերն է։ Ես հիմա անգամ իր հետ էլ չեմ խոսել, որովհետև մենք իրոք երեք ենք որոշել դա։ Գայանեն իմ լավ ընկերն է, ինքը կհասկանա, որ ուղղակի Սուրենը գալիս է ինձ փրկելու, ու իսկապես այդպես է, ես անկեղծ ասում եմ։ Էնել որտեղից պիտի գամ, որտեղ այդ ունեմ ներկայացում հեռուտեղում։ Խնդիր չկա։ Շատ լավ, ես կարծում եմ, որ արժի որպեսի մի պահ մենք եւս մեկ անգամ ծանոթանանք, հա, Անուշ Ալեքսանյանի արվեստին, այն գեղեցիկ երգերից մեկ, որ այս պահին դիտենք եւ հասկանանք, թե ինչ է մեզ սպասվելու այդ օրը։ Երբ որ տաղավարում Խաչիկ Եղոյանն հնարավոր չի ծիծաղը զսպել ու չգիտեմ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, մեր հյուրերն են Անուշ Ալեքսանյանը եւ Խաչիկ Եղոյանը։ Ասացեք, խնդրեմ, ձեր առաջին գործը եւ ով է կատարել այն, հիշում եք։ Իհարկե հիշում եմ, անգամ թվականով կարող եմ ասել, 1999 թվականին ես գրեցի 4 նամակը Եվ չէ, որը որ ցանկացա ցույց տալ Նունե Եսայանին, միանգամից ես ոչ հայտնի, միանգամից ես մտածեցի, որ անպայման պետքա իրեն ցույց տամ, որովհետև շատ երկար, ամիսներ, ժամեր, Նունեն չի նեղանա, գիտեմ ինձանից, որովհետև դա իրոք այդպես էր, ու այդ ժամանակ Նունեի ամենազբաղված տարիներն էին, ինքը շատ համերգներով դրսերում, այստեղ պայմանավորվում էինք ու չեմ մեղադրում, իրեն շատ էին զանգում երգ ցույց տալու համար, տարբեր մարդիկ, տարբեր
Պատկերացրեք ինչա կա։ Ես հիմա եմ իրեն հասկանում, այն ժամանակ ասում էի, ոնց կարելի է ասել ու գնում եմ ասում եմ, այստեղ չի եկել, բայց մենք պայմանավորվել ենք։ Ու ես ասում եմ, լավ, ու իմ համառությամբ, չգիտեմ, ես համեստ մարդ եմ, բայց շատ համառ եմ։ Եթե մի բան որոշում եմ, Խաչիկը երևի կվկայի դա, ես պետք է անեմ դա շատ արագ ժամկետի մեջ։ Ու պրոֆը, Թաթայի գործիքավորող պրոֆը իմ համագործեցին ա եղել, իմ 30 տարվա ընկերն ա ինքը հիմա, շատ հարազատ մարդ, ինքը ուղղակի մի փոքր ինձ օգնեց, զանգեց Նունային, ասեց լավ երգեր ունի Անուշը, ուղղակի լսի իր երգերը։ Ու ես գնացի Նունայի մոտ, մի անգամից Նունեն սկսեց իմ հետ համագործակցել, վերցրեց այդ երկու երգը ու մենք շարունակեցինք մինչև այսօր դարձել ենք լավ ընկերներ ու ես ինչ լավ երգ ունենում եմ անպայման Բայց հետաքրքիր է, որ ձեր առաջին երգը ընտրությունը հենց Նունե Եսայանի վրա էր կանգնել, այսինքն դուք չէիք փորձում այդ ընթացքում, հուսալքությունը չէր վերել նրան, որ դիմել մեկ այլ երգ չի։ Չէ, կարող է հետո դիմեի, բայց ես ուզեցի դա իրեն ցույց տամ, հետո արդեն երկրորդը որ Նունեն արդեն սկսեց երգել ու տեսահոլովակ հանեցին, նկարը հանեցին 4 նամակը, միանգամից մի ամիս հետո տեսահոլովակից հետո Այդա Սարգսյանի համար ստուդիայից զանգում են ինձ ու ասում են երգ ենք պատվիրում։ Ես հիշում եմ 4 նամակ երաժշտությունը շատ գեղեցիկ կատարում է։ Այսօր ընդլայնվել է արդեն համագործակցությունների, հա, դաշտը եւ վերջին երգը, որ ներկայացրել եք, ով է կատարել։ Վերջին երգը դեռ չի կատարել, բայց վերջին երգը, որ ներկայացրել եմ, Աննա Խաչատրյան, այսինքն պրեմիերան, որը պիտի լինի, վերջին երգը, որ պատրաստել ենք։ Հետաքրքիր է Անուշ, ասացեք խնդրեմ, ես գուցե մի քիչ ֆանտաստիկ բան եմ ձեզ ասում, կարող է երգիչ եկալ ձեզ մոտ, պատմել ինչ-որ մի պատմություն, որը կարող է ծնել երգ կամ խոսքեր եւ դրա հիման վրա գրվի երգ։ Լինում է այդպես։ Ինձ թվում է սա ֆանտաստիկայի ժանրից է։ Չէ, այդպես լինում է, որ իրենք ասում են իմ հոգեվիճակը սիրահարվածի է, կամ լքվածի, կամ ես այսպիսի դեպք եմ ունեցել մի տարի առաջ, որը իր համար ինքը համարում է կարևոր, իրադարձային։ Ես լսում եմ դա ու ինքը ասում է այդ իրավիճակում եմ եւ ես ուզում եմ այդպիսի իրավիճակ լինի, շատ դաժան է ինձ համար այդպես տեքստ գրելը, երաժշտությունը ինչու՞։ Որտեղ դուք ապրում եք այդ ամենը նորից։ Ստիպված ես մի քիչ լինում, այսինքն ստեղծագործականը մի քիչ ուրիշ է։ Ես որ ստեղծագործում եմ առանց պատվերի, ես ինչ ուզում եմ գալիս եք ձեր հոգեվիճակը։ Իմ հոգեվիճակը այդ պահի դրությամբ, բայց դա դաժան է, ես գիշերներ չեմ քնում, մարդկանց չեմ խոսցնում, չեմ ուզում ինձ ոչ մեկ ասի ճաշեպի կամ ինչ, շատ դաժան օրեր եմ անցկացնում, երբ որ այդ իրավիճակն է լինում, բայց անում եմ։ Իսկ ո՞րն է ավելի գեղեցիկը երգ ստեղծում, հա, այն պատմությունը, որը ձեր հոգեվիճակն է թելադրում, թե նա որպես այսպես ասած պատվիրում։ Միանշանակ, այո, իմը։ Դուք կարծում եք, որ այնպես հաջող չի ստացվում։ Ուղղակի գիտեք ինչ։ Ձերը չի։ Ասեմ ձեզ, իմը, ասենք 4 նամակը իմն է։ Բայց այնքան մարդիկ են վերագրում իրենց։ Անշուշտ, որովհետև բանաստեղծությունը ինչով է, հա, այսօր ասում են, որ արվեստում առաջի տեղն է զբաղեցնում բանաստեղծությունը, որովհետև այն բոլորի համար է, բոլորի հոգեվիճակի համար է։ Ինձ շատ են զանգում, ասենք տվյալ երգից հետո զանգում են, ասենք սիրահարվել եմ երգը, իմ հասեով սերն է եկել, զանգում են։ Դու ոնց որ մեր մտքից խոսես։ Դա իմ համար է, կարող է դա իմ համար է։ Դու գիտեիր, այն օրը քեզ պատմել եմ, հասկացաք ինչ է կատարվում, բայց դա իմն է։ Իմ հետ կապված է։ Համերգի ժամանակ հնչող բոլոր երգերը եւ կատարողները, բոլոր երգիչները քո թեթև ձեռքով են ընտրված թե համագործակցություն։ Չէ, իհարկե, ես Անուշին հարցրեցի ում հետ է համագործակցել, մի քանիսը գիտե անկեղծ ասած, բայց մենք ծանոթ չենք։ Բայց նաեւ ինքը Եվ վերջնական տեսքի բերեցինք միասնականությունով եւ այնտեղ քրոնոմետրաժի հասկացություն կա, ասեմ, որ ինքը սորական համերգ չի լինել ուղղակի ասենց իրար հետևից, մանավանդ որ խնդիրներ եղան, այսինքն խնդիրներ չէ, քննարկումներ եղան սցենարային տենց անընդհատ փոփոխություն եւ վերջինն արդեն գիտես, ինքը հետաքրիր պետքա լինի։ Պետքա խոսենք այս մարդու մասին, որպեսզի ժողովուրդը իրեն ճանաչեն։ Քանի որ ես մի բան էլ ասեմ, ստեղ մենակ որ ժողովուրդը չնայի բիզնես, մանավանդ որ այսօր բիզնեսը Հայաստանում վերացել է, կարծում եմ, երբևիցե եղել է, ես տեսակով են մարդն եմ, որ ասին է խոսքը, որ բիզնեսի նկատի թե բիզնես փոքր եւ միջին բիզնեսի։ Իսկ եթե խոսենք շոու բիզնես բառակապակցությունից, թողնենք այդ բիզնեսը, շոու բիզնեսը հասկացողությունից, հա, ինչ է սա։ Շոու, այսինքն որը
բիզնեսի է վերածվում, Թե բիզնես, որը արդեն որովհետև դարձավ այնուամենայնիվ այդ շոու ասվածի մեջ ստեղծագործություն կա, մարդիկ հոգեվիճակով ապրում են, ստեղծագործում են, արարում են, բայց անունը շոու բիզնես է։ Արդյոք սա համապատասխանում է։ Իհարկե, միշտ ասում են չկա մեզ մոտ, ոչ թե չկա, ուղղակի այնքան փոքր է մեր շուկան։ Այդ բառից ես միշտ շատ sense նողքում եմ շուկա բառից, դրա համար ես միշտ ասում եմ, ես մշակույթից եմ, շոու բիզնեսից չեմ, բայց շոու բիզնես կա, իհարկե, եթե դու մի բան առնում ես եւ ավելի թանկ վաճառում, կամ մի երկիչին թող չնեղանան, վաճառում ես մի ուրիշ կորպորատիվ միջոցառման կամ մարդուն պատվիրում են ինքը վաճառում է երկբա բիզնես է։ Դա արդեն բիզնես է։ Մեր երկրի սահմանները, մեր շուկայի սահմանները ցավոք, որ մենք ունենք մի հատ Ամերիկայի Միացյալ Նահանգների սփյուռք, շատ առումով, թե չէ մենք ամբողջ աշխարհում ունենք սփյուռք։ Եվ ասենք, օրինակ Կամչատկայում ես վերջերս եմ իմացել, որ հայեր կան եւ ուզում են ստեղից արտիստ։ Հայր ամեն տեղ կան։ Հա, չէ, բայց ասենք, զարմանում ես այդ մարդը ուր ես գնացել հասել, էլի հասկաց։ Բայց բիզնես իհարկե կա, ուղղակի այնքան վատ է հիմա այս ամեն ինչը։ Ես ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել։ Ես ուզում եմ խոսել այն մասին, որ անկախ աստիճանից ճանաչվածության ես էլ իմ տեսակն ունեմ եւ ես էլ իմ տեսակ թելադրում եմ համագործակցության մեջ։ Եթե Անուշը լիներ այն երգանը, որը գրում է շատ ավելի անորակ երգեր հերը Իրանից, հա, հաստատ ես չէի համագործակցի։ Իսկ ինքը գրել է երգեր, ասում եմ, շատերն են լավը, բայց օրինակ Լեանայի Խաչիկը ինձ դա ասեց ցուցակ կտաս, ինչ երգեր ունես։ Ինքը չգիտեր։ Եվ դու կարող եք հանգիստ ասել ոչ, այստեղ անորակ Իհարկե, երկեր կասել, աշխատում ես գիտեմ, որ կասեր։ Չէ, ուզի ասենք օրինակ Փարավոն երկնափեշանի, ասենք երգը օրինակ չգիտեմ, չեմ ուզում ոչ մեկի լավ ստեղծագործող է, ափսոս չենք անում։ Այսինքն կարևոր են, որովհետև մենք միշտ չենք հասկանում ինչ ենք անում հանրությանը ներկայացնելուց։ Մենք չենք հասկանում, որ այդ 1100 հոգի մարդ, որը տեղ նստած է, տեղ կան երեխաներ։ Մենք չենք հասկանում, որ այնտեղ կա մարդ, որ երազում է երկիչ դառնալ ու կարող է դա իր համար օրինակ ծառայ եւ ինքը շարունակի տենց երգել։ Մենք չենք հասկանում, որ այսօրվա մեր արածից մենք ուղղակի մեծ մեղք են գործում վաղվա մեր սերունդների։ Ես դրա համար շատ նրբանկատ եմ։ Դրա համար ես այսօր շատ քիչ կամ։ Այսինքն եթե ինչ-որ մեկը դիմում է ձեզ որևէ գործարքով, մշակութային գործարքով, անպայման համերգների դեպքում միգուցե մի քիչ ինչ-որ աշխարհագործի լինի, որովհետև երբ մասնակցում են 10 եւ ավել երկիչներ, գուցե 9-ի երկերը լինի լավ, բայց 2-ին չհավանես, բայց պետք է դա, ասենք, այս մարդը։ Անուշ, այսօրվա սերունդը, հա, երգիչների նոր սերունդը, որը փայլում է, այսպես ներկայանում է անընդհատ տեսահոլովակներով, երգերով, որն է նրանց պահանջը որպես երգահան ձեզ։ Գալիս են ձեզ ասում են Անուշ, ես ուզում եմ այսպիսի երգ լինի, որը մի քիչ դեմ է ձեր գրված ստանդարտներին, բայց պիտի անեք, որովհետև այսօր երիտասարդները դա են ուզում։ Որն է նրանց պահանջը որպես երգիչ։ Նախ ասեմ, որ շատ քիչ է նոր սերունդի պահանջը ինձանից։ Շատ քիչ, բայց երբ լինում է, ասեմ, որ ուղղակի որպես ես ինձ ճանաչում են որպես շատ երգեր գրած, որոնք որ սիրային են, ես այդ շատ եմ իմ երգերը սիրային, շատ քիչ ունեմ։ Երևան, Մայրիկ, Հայրիկ, 3 երգ, ոչ սիրային չի։ Որպես այդպես շատ են ինձանից ուզում ուղղակի հանգիստ սիրային երգեր։ Դե ես վկայ եմ, որ էլի սեր Երևանի հանդեպ, սեր Հայրիկի հանդեպ։ Իհարկե, ամեն տեղ։ Լավ, Երգերի կառուցվածքը անկեղծ եմ ասում, Անուշի գեղեցիկ է, ես շատ հավանում եմ։ Սիրային։ Անշուտ, եւ եթե երաժշտությունը սիրո մասին չէ, եթե դա հայրենիքին անգամ կամ ծնողին եւ նույն սիրո մասին է, ապա ինչի մասին պիտի լինի։ Երևանի երգի, ով ասում որ սիրո մասին չի։ Բայց ինչքան մեզ բոլորիս պահում Երևանում։ Մեր Երևանի սիրո մասին։ Ես նկատեցի, որ անընդհատ մենք խոսում ենք երկրի տարբեր ժանրերի մասին, դուք անընդհատ վերում եք դրան սեր ու ամեն սեր խոսելուց ձեր աչքերով փայլում են արժ։ Դուք այսօր ասեն պայծառ տրամադրության մեջ եք ընկնում։ Ինչից է դա հաճախ սիրահարված եք լինում, թե սիրահարվում եք բոլոր այն երգերին, որը դուք ստեղծագործում եք։ Ես ոչ թե հաճախ սիրահարված, այլ ես սիրահարված եմ։ Միշտ։ Կրկին չեն սիրում չեմ։ Հաճախ չեն սիրում են կրկին։ Նորից չեն սիրում են կրկին։ Անուշի տարբեր։ Ես միշտ ընդունում եմ գեղեցկուհիների խորհուրդները։ Նա վաղուց է պարտվել։ Անուշ, դուք եղել եք ոչ հայտնի, այսպես ասած ճակերտավոր, որովհետև դա անձամբ ինձ ոչինչ չի տալիս հայտնությունը, որտեղ դու կարող ես հայտնի լինել, բայց անելիքդ ոչինչ չլինի։ Այնուամենայնիվ փորձել եք աշխատել արդեն անուն ունեցող երգչուհու հետ եւ փորձել եք ներկայանալ, համոզել, որ ես կարող եմ լավը ստեղծագործել, միայն թե լսեք։ Այսօր եթե մեկը գա ձեզ մոտ, ով որ նույնպես հայտնի չի, ոնց որ դուք ժամանակին,
Դուք կարող եք նրա հետ համագործակցել ինչպես պրոֆեսիոնալի հետ։ Ես անում եմ այդպես։ Ես ինձ Տվեք ձեր համարը, նոր երգահաներն են ինձ զանգում ու ինձանից խորհուրդ են հարցնում, ես ասում եմ, ես կարող եմ իրոք, հիմա էլ ասում եմ, թող լսեն, ես կարող եմ օգնել, նոտաներ փոխել, կառուցվածք բացատրել, եթե ինձ դիմում են, անպայման կարող են վկայել, որ ես ասում եմ, դուք չունեք խնդիր, ես կարող եմ օգնել։ Բացատրում եմ տեքստը ինչպեսին պիտի այս բառը ճիշտ չի, դա հայերեն չի, ճիշտ գրական չի։ Ուղղակի ես ինչպես աշխատում եմ, ես փորձում եմ տալ, ուղղակի որպես մարդ, որպես բարի մարդ։ Այո, ամեն գործում պետք է նաև լինի գրագետ մոտեցումը եւ ձեր բարությունը արդեն ձեր իսկ խոսելուց աչքերից այդ արտացոլվում է։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Եվ շատ կարճ խնդրում եմ ասեք, համերգը հնարավոր է այն հարցը, որ ինձ ավելի շատ է հիմա հետաքրքրում։ Հնարավոր է որ նիստ Սփյուռքում։ Խաչիկին հարցրեք, ես ուզում եմ հնարավոր լինի։ Ասեք թող ամսի 19-ը անցնի, Խաչիկը ձեզ կասի հնարավոր է թե ոչ։ Ես չեմ նստում, չեմ սիրում, եթե այդ Սփյուռք կարող է գնալ գնացքով կամ մեքենայով, Սուրեն ջան, ասեմ, Սփյուռքում չէ, բայց նորություն եմ ասում, բայց ցանկություն ունեմ Գյումրիում լինի։ Գյումրիում։ Շատ լավ։ Ես կարծում սա այնպեսի ցանկություն է, որ հնարավոր է իրականացնել։ Ինքնաթիռ պետք չէ, Խաչիկ, այդ Գյումրի հասնելու համար։ Մեքենայով կարելի է բավարար։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն ամսի 19-ին։ Մեզ հաջողություն ամսի 19-ին։ Հունիսի 19-ին ժամը 19-ին։ Սուրենը կվարի, ես երևի թե որպես հյուր ներկա կլինեմ, ծափ կտամ այդ հյուրերին, ոչ թե Սուրենին։ Ինչի անուշ։ Մենք ձեզ կհրավիրենք ամենալավագույն պարտերի կարգերից մեկում կնստեք եւ կհետևեք, որ հետո ասեք սխալները հավաքական։ Վարպետ դաս կլինի Անուշ։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն, անսպառ ստեղծագործական ոգի եմ ձեզ մաղթում, թող որ ձեր երգերը ամեն կատարման հետ, հա, այլ ավելի սեր, այո, ձեր աչքերում միայն սերն է։ Եվ բարություն տան։ Շնորհակալություն։ Այս պայն երաժշտական դադար սիրելի հեռուստադիտող, այնուհետև կշարունակենք։ Ես կարծում եմ, որ մեր եթերը այսօր հագեցած էր հետաքրքիր հյուրերով, ինֆորմացիայով եւ իհարկե տեսահոլովակներով, որոնք բարձրացեցին բոլորիս տրամադրությունը։ Այո, եւ ես ուրախ եմ, որ մենք կարողանում ենք լուսաբանել մեր քաղաքում տեղի ունենող մշակութային բոլոր իրադարձություններին եւ եւս մեկ անգամ շնորհակալություն Խաչիկ Գեղոյանին խոստացված հրավիրատոմսեր ինձ քիչ առաջ տալու համար մեծ սիրով կմասնակցենք ստեղծագործական երեկոյին Անուշի 20 տարվա եւ հուսանք, որ հետո կկարողանանք նաև հերարցակել այդ համերգը հենց մեր եթերում։ Եվ համագործակցել։ Այո։ Դե դու արդեն համագործակցում ես։ Այո։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, որ այս առավոտ նախընտրեցիք օրը սկսել մեզ հետ միասին